Ողջույն սիրելիներս, ձեզ հետ Նունեն է։ Եթե փնտրում եք մի բաղադրատոմս, որը եւ կօգնի նիհարել, եւ կհագեցնի, եւ պարզապես շատ համեղ կլինի, ուրեմն դուք ճիշտ տեղում եք։ Այսօր պատրաստում ենք զմրուխտե նրբաբլիթներ։ Սկսում ենք մեր գլխավոր հերոսից՝ բրոկոլիից։ Մեզ պետք է մոտ 200-ից 250 գրամ բրոկոլի։ Երասար ջրի մեջ են գցում ծաղկաբույլերը եւ եփում ընդամենը 3-ից 4 րոպե։ Մեզ պետք չէ, որ այն շիլա դառնա։ Պետք է պահպանենք վիտամինները եւ այս վառ զմրուխտե գույնը։ Հիմա ուշադրություն, հանում ենք եւ անմիջապես տեղափոխում սառը ջրի մեջ։ Սա շատ կարևոր է, այսպես մենք կանգնեցնում ենք եփման պրոցեսը եւ բրոկոլին մնում է խրթխրթան ու գեղեցիկ։ Հաջորդ քայլը մարացնելն է։ Խնդրում եմ բլենդեր չօգտագործեք, մարացեք դանակով, որպեսզի ուտելիս բրոկոլիի հատիկները զգացվեն, այդպես շատ ավելի համեղ է ստացվում։ Լցնում ենք թասի մեջ, ավելացնում 2 ձուկ, քերած ցածր ջուղայնությամբ պանիր, ճզմած սխտոր բույրի համար եւ ընդամենը 1-ից 2 գդալ ալյուր։ Ես օգտագործում եմ եգիպտացորենի ալյուր, ել ավելի դիետիկ դարձնելու համար։ Համեմում ենք աղով, պղպեղով եւ օրեգանոյով։ Լավ խառնում ենք։ Ձեռքերով ձևավորում ենք կոկիկ կլոր բլիթներ։ Թավան մի փոքր ծիթայողով ենք պատում եւ տապակում միջին կրակի վրա։ Յուրաքանչյուր կողմից 3-ից 4 րոպե։ Մինչև ստանանք ոսկեգույն խրթխրթան կեղեր։ Լսում եք այս ձայնը, իսկական երաժշտություն։ Եվ վերջին շտրիխը՝ սոուսը։ Խառնում ենք քունական յոգուրտը կամ քամած մածունը մի քանի կաթիլ կիտրոնի հյութի եւ թարմ սամիթի հետ։ Այս թթվաշ սերուցքային համը կատարյալ լրացնում է մեր նրբաբլիթները։ Ժողովուրդ ջան, սա պարզապես անմահական է։ Դրսից խրթխրթան, ներսից փափուկ, սամիթի, սխտորի բույրը անկրկնելի է։ Դուք պարտավոր եք սա փորձել։